Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Վրաստանի ընտրությունից ստեղ Վրաստան Վրաստանի ընտրությունից ազգային ժողովի իրանց, պարլամենտի Սուրեն Սուրենյանցի հետ էինք զրուցում, Սուրենը ասում էր պարտությունը դիմությանը չի եղավ, որտեղ ասում են քանի իրանք միանային իրար հետ դիմությունը Վրաստանը ու ասեն որ եթե մենք հաղթենք մեր վարչապետը լինեն ինչ-որ կոնկրետ ինչ-որ մարդ, իրանք տարբեր շարասյուններով գնացին, իրար ճանապարհները իրար հետ իրար միս էին ուտում, իրար անհաշտ էին եւ այլն, դրա համար վերջապես պարտվեցին, ասենք թե իշխող կուսակցությանը։ Հիմա կյանքը ցույց է տալու, որ մեր մոտ նույն բանն է կատարվում, էլի ընդհանուր ինչ-որ բանի չեն կարող գալ, միասնական ինչ-որ մեկին առաջադրեն, ձեզ ո՞նց է թվում, ապագայում էլ ասես այս նույն ձևի շարունակել Ես դրա մասին խոսեցի դրա մասին։ Գիտեք, ես բավականին վաղուց եմ, այսպես ասենք, այս process-ների հետ առնչվում տարբեր կարգավիճակներում եւ գրեթե չեմ հիշում որևէ ընտրական գործընթաց կամ ոչ ընտրական գործընթաց, երբ այդ հարցը չի բարձրանում, որ բոլոր ընդդիմադիրները պետք է իրար հետ միանան, մի շարասյուն լինեն, այսպես ասենք ընտրությունները երկբևեռ դառնան, իշխանությունը ընդդեմ բաներ։ Իշխանությունը սովորաբար բնականաբար մի բևեռով է հանդես գալիս, բայց մեր մոտ նույնիսկ ամենաքիչ թե շատ կոնսոլիդացված գործընթացներում միևնույն է մեկ բևեռ չէր լինում։ Կարող էր մի հատ մեկ ուժեղ, այնքան ուժեղ բևեռ, որ մնացածները չերևային, բայց տենց այդպես չէր լինում առհասարակ։ Կարծում եմ, որ դա քրոնիկ խնդիր է եւ համենայն դեպս այսօրվա իրողությունները գետնի վրա, մեր քաղաքական դաշտում, մեր մեդիա դաշտում, մեր ներընդդիմադիր բանում հարթակում տեղի ունեցող process-ները հիմա չեմ ուզում դրա մասին բանանեմ, նորից խոսենք, իրար մեղադրանքները առայժմ համենայն դեպս այդպիսի տրամադրություններ չեն ստեղծում, որ օրինակ հենց առաջիկայում, իսկ առաջիկան նորից եմ ասում, մենք որևէ մեկը չգիտենք, ասենք արտահերթ կարող է որոշել լինի, որոշի լինի ինչ-ինչ բանից ելնելով կամ այդպիսի իրավիճակ լինի կամ արտաքին քաղաքական գուցե ճնշում լինի նման բանի համար, որ մոտակա ժամանակները, ասենք, ամեն ինչ կհարթվի, մարդիկ այնքան իրար հետ, այսպես ասենք, բոլոր հարցերը լուծած կլինեն, որ կորոշեն մեկ շարասյունով գնալ։ Այդ իսկ պատճառով ես դրա հավանականությունը այս պայդրությամբ համենայն որևէ լուրջ նախադրյալներ չեմ տեսնում եւ այդ դրա մասին էի ասում, որ ես կարծում եմ, որ ավելի շատ հավանական է, որ այս Գյումրու բանը տարբերակը, երբ տարբեր շարասյուններով գնացին, տարբեր օբյեկտիվորեն էր այդպես, այնպես չէր, որ հատուկ նստեն մտածել են եկեք տարբեր գնանք։ Ես չեմ կարծում, ես կարծում դա է, օբյեկտիվորեն այդպես էր, այսինքն փաստերն էր այդպես, մեկը որոշում էր գնար, մյուսը փաստի առաջ էր կանգնում ու որոշում էր ինքն է գնար եւ այլը առանձին։ Կարծում եմ այսպես է լինելու մոտորապես այն ինչ որ տեղի ունեցավ Գյումրիի բանում, այնտեղ դե հիմա Գյումրիում 9 բաներ մասնակցում, ուժեր մասնակցում, բանում 21 թվին, եթե չեմ սխալվում, 22 բաներ մասնակիցեր, 22 քաղաքական ուժ, կարող է, ասենք թե լինի մոտորապես եւս 22, ասենք, որից, չգիտեմ, 7, 8, 10 լինեն հակաիշխանական, հետո արդեն ով կանցնի փորձեն իրար հետ երևի լեզու գտնեն, հիմա կգտնեն թե չեն գտնի մեծ հարց է, մենք չենք կարող գտնենք դեռևս մեր այսօրվա հարցի պատասխանը, դա կանխատ։ Ավելի շուտ ես կարծում եմ, որ այդպես դժվար թե այդպիսի բան լինի, որ երկբևեռ դառնա, այսինքն ամբողջ ընդդիմությունը հանգարց իսկապես հետո ամբողջ ընդդիմություն հասկացողությունն էլ մի քիչ շատ լայն հասկացողություն է, էլի, ասենք դա 15 միավոր չի կարող, օրինակ ես չեմ կարծում, որ 15 միավոր հեշտ է բերել միտեղ դնել, որոնք տարբեր ռեսուրսներ ունեն, տարբեր քաղաքական քաշ ունեն, տարբեր, չգիտեմ, ազդեցություն ունեն ու բոլորը ստարտային պայմաններում բոլորը ասելու են, որ իրանք ավելի ուժեղ են։ Շատ դժվար է այդ process-ը, ես նորից եմ ասում, ես չեմ հիշում այդպիսի
դեպք, որ հենց այդպես էլ լինի, հենց լիակատար 100%-անոց։ Հենց որ ավելի շուտ պրագմատիկ դաշտում եկեք տրամադրվենք, որ ցանկացած մոդելի ընտրությունում, որ կլինի առաջիկայում համապետական, արտահայտ կամ հերթական, ավելի շուտ մենք այս սխեմայի հետ գործ կունենանք։